Չոր եղանակի պատճառով ձմռանը հրդեհներն ակտիվ են եղել։ Անտառածածկ, խոտածածկ, բուսածածկ, բնակելի տարածքներում, օբյեկտային շինություններում եւ այլ վայրերում դեկտեմբերից մինչեւ փետրվար հրդեհների 1380 դեպք է գրանցվել։ Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 232-ով ավելի է։ Բացի չոր կլիմայից, ձմռանը հրդեհների բռնկման պատճառը մարդկային գործոնն է։ Չմարված ծխախոտը նետում են, դրանից է բռնկվում նույնը այրվող լուսկին եւ արևով լուսավորվող բացատներում, երբ որ թողնում են շշեր, ապակու մնացորդներ, նաեւ դա է պատճառ հանդիսանում հրդեհի բռնկման։ Հայաստանում 2024-ին ընդհանուր առմամբ 5386 հրդեհ է եղել, 2023-ին 5502։ Միայն անտառային հողերում հրդեհների 13 դեպք է գրանցվել նախորդ տարի, այրվել է 13 հեկտար։ 2023-ին այդ թիվը 22 է եղել, այրվել է 63.9 հեկտար։ Հրդեհներն ավելի շատ գրանցվել են Սյունիքում, Տավուշում, Լոռիում, Գեղարքունիքում։ Փրկարծառայության ստորաբաժանումները ամռան ամիսներին բնության գրքում քաղաքացիների հաճախակի ժամանցով պայմանավորված իրականացնում են հակարդեին կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, անօդաչու թռչող սարքավորումներով, բարձրախոսներով, թռուցիկներով։ Ներկայում հեռավոր համայնքներում 5 հրշեջ փրկարարական կամավոր հենակետեր են ստեղծվում, ևս 8-ը վերանորոգվում, վերազինվում են։ Հրշեջ փրկարարական ջոկատների սպասարկման տարածքները համայնքներից 40 եւ ավելի կիլոմետրեր հեռավորության վրա են։ Կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի ստեղծումը նպաստելու է մինչև հիմնական ուժերի ժամանումը։ Նրանք հիմնականում իրականացնելու են կանխարգելիչ գործառույթ։ Հայաստանի Հանրապետության համայնքների բոլոր բնակիչները կարող են հանդիսանալ կամավորներ։ Նշված կամավորները նախօրոք անցնում են ուսուցում, վերապատրաստում, որի արդյունքում որակավորում են որպես փրկարարներ, ստանալով փրկարարի դասեր։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են կամավորական հենակետերի անձնակազմերը համալրված են համապատասխան գույքով եւ տեխնիկայով։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։